Տիկին Ջուլհակյան, այսօր ազգային ժողովում քիչ առաջ ականատես եղանք ոչ ստանդարտ վարքագծի դրսևորման, ձեր խորհրդարանական գործընկեր Լևոն Քոչարյանի կողմից դեբատ տեղի ունեցավ ազգային ժողովի փոխնախագահ պարոն Արշակյանի եւ Լևոն Քոչարյանի միջև։ Դուք որպես միջադեպի ականատես, ինչ եք կարծում, պարոն Քոչարյանի ջղագրգիռ այդ վարքագծի արմատները որտեղ են թաղված։ Արմատները իրականում եւ ըստ էության պարոն Քոչարյանի ընտանիքում է, ես մարդկայնորեն կարեկցում եմ վերջինիս, քանի որ շատ բարդ է լինել, գիտեք, Ռոբերտ Քոչարյանի որդին, որին վերաբերյալ մեր հանրության կարծիքները այնքան խայտաբղետ են եւ այնքան կատեգորիկ եւ միանշանակ եւ նրա հասցեին հնչող հայտարարությունները բարդ է մի խոսքով լինել նման ժառանգության, այսպես ասած, տեր եւ իհարկե նաեւ բարդ է լսել այն ամենը, ինչ ազգային ժողովի ամբիոնից մենք հնչեցնում ենք, շատ բարդ է լսել այն հսկայական շարքը գույքի տարբեր տեսակների, որը գլխավոր դատախազությունը փորձում է բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից եւ վերջինիս ընտանիքից, այդ թվում նրա որդիներից, այդ թվում հենց Լևոն Քոչարյանից, բարդ է լսել այն, որ քո հոր իշխանության տարիները կոչվում է արյունոտ տասնամյակ, շատ բարդ է լսել մարտի 1-ի իրադարձությունների մասին, շատ բարդ է առհասարակ առերեսվել ճշմարտության հետ, բայց օգտակար է եւ ես խորհուրդ եմ տալիս պարոն Քոչարյանին ուժ գտնել, համարձակություն գտնել եւ հասկանալ արմատները, պատճառները այն վերաբերմունքի, որը մեր հանրությունը տածում է վերջինիս հոր նկատմամբ։ Մի բան ուզում եմ շեշտադրել, որ Լևոն Քոչարյանը իհարկե ելույթ է ունենում, խոսում է շատ բաների մասին, էլ նոր-նորքի թաղապետին է հիշում, էլ խոսում է հերթական անգամ այն մասին, որ իրեն իբր ծեծել են ոստիկանները, ինչ որ կոռուպցիոն դեպքերի մասին է խոսում զավեշտալիորեն, բայց այդպես էլ չի պատասխանում մի պարզ հարցի, ինչպես է եղել, որ 22 տարեկանում ինքը ձեռք է բերել Նաիրի Ինշուրենս ապահովագրական ընկերության վերահսկող փաթեթը բաժնեմասերի 1 միլիարդ 74 միլիոն դրամ արժողությամբ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր հարց է եւ եթե իսկապես Լևոն Քոչարյանը ազնվորեն իրեն համարում է կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկ, պետք է բացատրի, թե 22 տարեկանում ինքը որտեղից է ունեցել 1 միլիարդ 74 միլիոն դրամ, որը եւ ներդնելով կարողացել է գնել Նաիրի Ինշուրենս ընկերության վերահսկողական բաժնեմասերի փաթեթը։ Ես ամեն օր մեր նիստերի ժամանակ այդ հարցը հնարավորության դեպքում ուղղելու եմ իրեն եւ ակնկալելու եմ, որ այդ հարցի պատասխանը վերջի վերջո մեր հանրությունը կստանա Լևոն Քոչարյանից, թե որտեղից 1 միլիարդ 74 միլիոն դրամը իրեն 22 տարեկանում։ Տիկին Ջուլհակյան, պարոն Քոչարյան թե նախորդիվ, թե այսօր էլ իր ելույթում հատուկ շեշտեց, որ այնինչ ունեն օրինական է եւ չեն թաքցրել հանրությունից։ Ինչ եք կարծում, 22 տարեկանում հնարավոր էր սեփական հալալ քրտինքով, ինչպես ժողովուրդն է ասում, այդքան ունեցվածք կուտակել։ Եվ բացի այդ, նրա հայրը պարոն Քոչարյանն, որը 10 տարի ղեկավարել է հանրապետությունը, եւ ենթադրում եմ, որ որպես եկամուտ նախագահի աշխատավարձ է ստացել, հնարավոր էր նախագահի աշխատավարձով այդքան հարստություն դիզել եւ դա այսօր մատուցել որպես օրինական եւ հանրությունից չթաքցված։ Դե մեզնից շատերը, այդ թվում եւ Լևոն Քոչարյանի խորհրդանական գործընկերները Հայաստան խմբակցությունից եղել են 22 տարեկան եւ նրանցից եւ որևէ մեկին չի հաջողվել 22 տարեկանում ունենալ այդքան գումար, բնականաբար դա իրատեսական չէ, այսինքն համալսարանը 1 տարի կամ 2 տարի ավարտած լինելու պարագայում դա հնարավոր չէ, եթե դու բնականաբար մի հսկայական ժառանգություն չես ստացել, բայց պետք է հասկանալ, եթե իհարկե այստեղ գործ ունենք նաև ընտանեկան միջոցների ընտանեկան բյուջեի հետ, եթե դա այդպես է իհարկե, թե այդ բյուջեի ընտանեկան միջոցների ձևավորման աղբյուրը որն է, եթե հաշվի առնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ինքը ամբողջ իր կյանքի ընթացքում զբաղեցրել է պետական պաշտոններ, այսինքն ինքը չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ու ենթադրվում է, որ չի զբաղվել, օրենքը արգելում է իրեն, պետք է որ զբաղված չլինի,
Ինչ վերաբերում է եղբորը, հա, այսինքն ավագ որդուն Ռոբերտ Քոչարյանի, այն ժամանակ, երբ 22 տարեկան է եղել Լևոն Քոչարյանը, պետք է որ իր եղբայրը լիներ ոչ շատ մեծ, այսինքն մաքսիմում 26-27 տարեկան պետք է լիներ, ինչը նույնպես անհնար է այդ տարիքում նույնպես ունենալ այնքան գումար, որքան որ առնվազն նայրի ինշուրանս ապահովագրական ընկերության վերահսկողական փաթեթը ձեռք բերելու վրա ծախսվել է։ Հետևաբար սրանք նորից եմ ասում հարցեր են, որոնց պատասխան պետք է հնչի, բայց ես որքանով նաև Լևոն Քոչարյանի ելույթից հասկացա, ինքը ընդամենը դեմ է նրան, որ շրջանառվող 4 միլիարդ դոլարը ապատեղեկատվություն է, բայց այդուհանդերձ կողմ է նրան, որ 4 միլիարդ չէ, բայց ավելի քիչ է։ Բայց նորից եմ ասում, այդ ավելի քչի աղբյուրն էլ նույնպես լավ կլինի, որ կոռուպցիայով մտահոգ, կոռուպցիայի դեմ պայքարով շահագրգռված քաղաքական գործիչը բացահայտի, որ բոլորս հավատանք, որ նա իսկապես հետաքրքրված է կոռուպցիայի դեմ պայքարով։ Իմպիչմենտի գործընթացի հետ կապված Տիկին Ջուլիակյան գիտեք, որ ձեր արտախորհրդարանական գործընկերները իմպիչմենտի գործընթաց են նախաձեռնել, սակայն որքանով տեղյակ եմ, ազգային ժողով դեռևս մուտք չի եղել։ Դուք տեղյակ եք այդ գործընթացը ինչ փուլում է եւ եթե մուտք լինի խորհրդարան, ինչ ճակատագիր է այդ գործընթացին սպասվում, հաշվի առնենք ձեր նախկին գործընկեր պարոն Հովիկ Աղազարյանը որոշել է արձագանքել այդ նախաձեռնությանը, ասում է թե գործընթացը, ինչպես եւ մեր ընդդիմադիր գործընկերների նախաձեռնած մյուս բոլոր գործընթացները բնականաբար նույն անփառունակ վախճանին են արժանանալու եւ քանի որ մեր նախկին գործընկերը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախկին անդամ Հովիկ Աղազարյանը նույնպես որոշել է միանալ այդ գործընթացին, կարծում եմ, որ այլ ճիշտ չեմ կարծում, վստահ եմ, որ ինչպես իր մյուս նախաձեռնությունները իր կյանքի ընթացքում ձեռնարկված, սա նույնպես անփառունակ վախճան կունենա։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։